մեծ պահքի ընթացքում միշտ ու միշտ շեշտում եմ, որ հանկարծ պահեցողությունը նպատակ չդառնա, ինքը միջոց է։ Բուն քրիստոնյան այն մարդն է, որը կարողանում է հաղթահարել եւ իրեն, եւ կյանքի փորձությունները, եւ խորքում ամենամեծ խնդրեմ, ամենամեծ վախը, որ մահվան վախն է։ Մեր քաղաքական սահմանը եւ քաղաքակրթական սահմանները տարբեր են։ Քրիստոնեության հիմքը մերձավորի նկատմամբ սերն է։ Քեզ մահացնել ցանկացողի նկատմամբ ամենամեծ վրեժը ապրելն է ուղղակի։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Քայլում ենք մեծ պահքի իրոք հրաշալի ճանապարհով, հոգևոր վերազարթոնքի այս փուլի մեջ ենք, որ պիտի այդպես լինի, եթե պահքի մեջ հավատարիմ լինենք, նախանձախնդիր ու հետևողական։ Ինչ է պահքը ձեզ համար, ձեր հոգևոր փորձառության մեջ, ինչպես եք վերլուծել պահքի դերն ու ազդեցությունը ձեր կյանքից ներս հովական կյանքում եւ քրիստոնյայի կյանքում ընդհանրապես։ Թերևս կարճ Աստծո հետ հանդիպում այն իմաստով, որ հայացքը ուրիշներից դեպի Աստված բերել, բևեռել ավելի։ Մենք սովոր ենք ուշադրության ցրման անընդհատ, մանավանդ չուզենք էլ միշտ տարբեր պատկերներ դրսից, քայլելուց, մեքենայից, անընդհատ մեր ուշադրությունը որսում են, գողանում են։ Պահքը ներկենտրոնացում է եւ ներսում Աստծո հետ հանդիպում։ Մեծ պահքի ընթացքում, երբ եկեղեցին հորդորում է 48 օր հեռանալ, հա, կենթանական ծագում ունեցող սնունդից ու միայն բուսական սնունդ օգտագործել, բուն սննդային պահքը ինչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Մինիմալը տալ մարմնին եւ կարծեմ մեր վարդապետներից գեղեցիկ ձևակերպմամբ ասում էին պաշտամունք մարմնով։ Պողոս Առաքյալը գեղեցիկ ասում է, հա, որ պատարակել, հենց որը նաև զոհաբերության իմաստ ունի, չէ։ Մենք ասում ենք, որ Աստվածորդին Տեր խաչվեցիր մեզ համար, այդ մեծ զոհողության դիմաց մեր այս փոքր զոհողությունն ենք անում, որի մեջ մտնում է եւ այո, չափավորության այս մասը, ժուշկալության սովորեցնել մեզ եւ այո, սեփական ունեցածից բաժին հանել։ Դա ոչ միայն դրամային է ողորմության տեսքով։ Հետևաբար ես բանակային նաև մեջբերում անեմ, երբ 100 օր էր մնում, այն կարաքի բաժինը, որ ունեին արդեն գնալու պատրաստ զինվորները, դա տալիս էին նորեկներին։ Ինքը շատ գեղեցիկ նաև օրինակ է, թե ինչպես կարելի է պահեցողությամբ խնայել ինչ-որ բան եւ դա բաժանել աղքատներին կամ նրանց, ովքեր կարիքն ունեն։ Հետևաբար ինքը ինչքան էլ որ ներանձնային դեպի ներս նայելու միջավայր է, նաև հենց կիսելու հարցը կա, այսինքն ոչ միայն չափավորության մղելու էգոիստական բանն, այլ նաև կիսելու հարցն է։ Հետևաբար կարծում եմ, որ սննդային այս առումի մեջ, եթե հոգեբանությանը գնանք, նաև ուրիշին տեսնելն է, որտեղ քրիստոնեության հիմքը մերձավորի նկատմամբ սերն է, Աստծուն սիրելը արտահայտել մերձավորին սիրելու միջոցով, որը նույն պահեցողության մեջ տեսնում ենք, որ այնքան է ավելի բարձր դիտվում, որ օրինակ սուրբեր ունենք, որոնք մեծ պահքի ամեն այդ թեժ պահին անգամ հյուրերի նկատմամբ իրենց սերը չեն դադարեցել, եթե պետք է եղել անգամ այդ միսը կտրել, միասին ճաշակել են, ցույց տալով, որ նպատակը այդ մսից հրաժարվելը կամ բուսական սնունդը չէ, դա միջոց է Քրիստոսին հանդիպելու եւ հետեւաբար այո հոգեբանորեն քեզ սովորեցնելու, որ այո, այս պահին ամենակարևորը դու չես։ Ինչքան էլ մարդուն ամեն ինչ մղում են ասելու դու ոնց որ արժանի ես սրան, չէ, դու ամենալավին ես արժանի։ Եվ մարդը սկսում է այն հայելու մեջ նայելով ինքն իրեն գովելու սկզբունքի պես անընդհատ իրեն քաջարել, որը գուցե ինչ-որ կարճ ժամանակի համար, երբ մարդը պետքն ունի, գուցե ճիշտ է եղել, բայց կարծում եմ, որ մարդու բուն առաքելությունը նախ եւ առաջ այդ ընդհանուրի մեջ իր տեղը գտնելն է։ Իսկ դա առանց Աստծո ափի մեջ տեսնելու չի ստացվի։ Ես մեծ պահքի ընթացքում միշտ ու միշտ շեշտում եմ, որ հանկարծ պահեցողությունը նպատակ չդառնա, ինքը միջոց է։ Եվ երբեք քրիստոսակենտրոնությունը մենք չդադարենք այսպես
մեր աչքի առաջ ունենալուց, որովհետև մեր ծիսական բանից, աղոթքից մինչև պարզ կենցաղավարություն պիտի Քրիստոսակենտրոն լինի։ Սա էլ կամավոր կերպով ինքնազրկումի ինչ-որ շրջան է, որի նպատակն է տեսանելի նյութականից շատ ավելի ներանձնային հոգևոր հարստության գտնումը, կարծես պեղել, գտնելը։ Պողոս Առաքյալի խոսքը հիշեցիք, երբ տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր, ու երբեմն դարձյալ ձեր ասած հոգևոր տգիտության արդյունքում կարծիք է ստեղծվում, որ քրիստոնեությունն ամեն ինչ անում է մարդուն տկարացնելու համար։ Ու կարծես թե ստեղծվում է խեղճ քրիստոնյայի, պարտված քրիստոնյայի կերպար, որ մեր բոլոր պարտությունների մեղավորը քրիստոնեությունն է, որ մենք շատ հզոր եւ հաղթանակած ենք հեթանոսական օրերին, իսկ հիմա քրիստոնեությունը մեզ խոնարեցնում է այդ ապտակը սխալ մեկնաբանելով, տարբեր ինչ որ Քրիստոսի հետ կապված դրվագներ մանիպուլացնելով բերում են, ստեղծում են այդ խեղճ քրիստոնյայի, հնազանդ քրիստոնյայի եւ ամեն ինչ իր նկատմամբ թույլ տվող քրիստոնյա կերպար է։ Ինչպես կարելի է բացատրել, որ արիուտես քրիստոնեությունը հզոր, ուժեղ, կայացած մարդու հսկայական գործիքակազմ է տալիս, մոտիվացնում է մարդուն հզորանալ, ու երբ վերջերս Forbes-ն էինք նայում, թե ինչ անուններ են այդտեղ ու համեմատում ենք այդ մարդկանց քրիստոնեական նկարագրի հետ, ապշելիք արդյունքներ ենք ստանում։ Սա ինչպես բացատրենք ժամանակակից մարդուն, որ քրիստոնյա լինելը հրաշալի նախապայման է հաջողելու։ Ինձ թվում է խանգարող բաները կլիշաներն են, որ մենք այսինքն ինչ-որ սահմանել են, այո, գաղափարային էսպես, եւ այդ պրոպագանդային նաեւ մոտեցումը կա, որովհետեւ լավ ապրանք ծախելու համար մրցակցի ապրանքը պիտի հնարավորինս անվանարկել։ Եվ փաստ է, որ մենք դեռ սովետական շրջանի այդ մեծ գովազդի ազդեցությունը մինչև հիմա զգում ենք։ Ես ակամա հիշեցի Հասկերտի եւ Գարեգին իշխանի զրույցը Սրվանստյան, հա, իշխանի, որ Հասկերտը գրեթե նույն բանն է ասում այդ խեղճության մասին, որ ում եք հավատում, մեկը, որը չարչարվեց, որը խաչվեց եւ այդքանով կանգ է առնում։ Եվ Գարեգինն ասում է, որ այն իմաստունները, որ քեզ դա մատուցել են, պիտի որ դրա շարունակությունն էլ ասած լինեին, որ նա հարություն առավ, հաղթական կերպով համբարձվեց երկինք եւ պիտի գա փառավոր կերպով, պիտի դատի, ինքն է թագավորը, հա։ Այսինքն ես կարծում եմ այս կիսատությունը հաղթահարելու հարց է։ Մենք գիտություն բառը կոպիտ է, չէ, անգիտության հարց պիտի ասենք, որտեղ հաճախ մեղավորության չափաբաժին կարող ենք մի քիչ ասել մարդուն, մի քիչ մեզ, հա, նրանց ովքեր պիտի կամած պարզ քրիստոնյաներս դա կիսել կարողանանք, վկայել կարողանանք։ Հետևաբար իրական լավագույն, այսպես ասեմ, վատ չհնչի գովազդը, ձեր ասած հաջող կերպարի, հա, դա ապրող քրիստոնյան է։ Եթե այսօր որևէ մարդ կարծում է, որ քրիստոնեությունը թուլություն է, ինքն իր աչքի առաջ ուրեմն տեսել է թույլ քրիստոնյայի, որը դա ընդամենը հանգամանք առաջ է բերել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։ Բայց իրականում այդ մարդը քրիստոնյա չի եղել եւ ինքը տեղավորել է այդ գաղափարի մեջ։ Բուն քրիստոնյան, այո, այն մարդն է, որը կարողանում է հաղթահարել եւ իրեն եւ կյանքի փորձությունները եւ խորքում ամենամեծ խնդրեմ, ամենամեծ վախը, որ մահվան վախն է։ Քրիստոս ունեցող մարդը, Քրիստոսի հետևից քայլող մարդը, Քրիստոսի անունը իր վրա կրող մարդը, ինքը ուղղակի, հա, արդեն դրանով ուղերձ է ասում, որ ես իրպես եմ ուզում լինել։ Կարող է հիմա շատ քրիստոնյաներ կիսատ ապրեն, երկստանդարտ ապրեն, իրենք ասեն ես քրիստոնյա եմ եւ միաժամանակ այլ կենցաղավարությամբ լինեն, ինչպես Գանդին ասում էր ինձ, ես երբ ասում են քրիստոնեություն, ես կարծում եմ, որ դա սիգարն է եւ վիսկին, հա, որտեւ այդպես է տեսել, մտածելով, որ մինչեւ ավետարան կարդալ։ Հետևաբար կարծում եմ, այո, քրիստոնեական վկայության ժամանակաշրջանն է ամեն մի քրիստոնյայի համար ասելու, իսկ դու իբրև քրիստոնյա, Քրիստոսի ասած լույսը կարող ես լինել։ Հաճախ այդ գեղեցիկ համեմատությունն է, որ արևը Քրիստոսն է, մենք լուսնի պես դի անդրադարձողը լինենք։ Լույսը մերը չէ, բայց մենք լույս տվող ենք, որովհետև իր հետ կապ ունենք եւ իր լույսն ենք անդրադարձնում։ Հետևաբար միակ լուծումը միևնույն է, գալիս է մեկ ճիշտ ապրող քրիստոնյան կարող է մի ամբողջ ժողովրդի փոխել։ Իզուր չէ, մենք լուսավորչի կերպարն ունենք, լուսավորիչ ենք կոչում ամեն մի քրիստոնեական այս սերը վկայողի։
Առաջին լուսավորիչներ Թադեոս Բարդոմեոսից մինչև երրորդ լուսավորիչներ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի սերուն։ Հետեւաբար լուծումը ես կարծում եմ նախ եւ առաջ ցույց տալ նաեւ այսօրվա ժամանակից կյանքի մեջ այն քրիստոնյաների, որոնք քրիստոնեաբար ապրելով ցույց են տվել, որ հնարավոր է լինել ժամանակակից եւ քրիստոնյա, բայց առանց պղծության այդ վիճակների, որովհետեւ հաճախ կրկին ժամանակակից ասելով դիտարկվում է հնարավորինս այսպիսի պղծություններին հաղորդ լինելը։ Եվ երկրորդը հստակ մեր կյանքի մեջ հնարավորինս թարգմանել Սուրբ Գիրքը ուրիշներին։ Մենք հաճախ բառացի մեջբերում ենք սպասում, բայց դա կարող է լինել ուղղակի պարզ, հա, արարք, որ ասեն, ինչու արեցիր, ասում ես քրիստոնյա եմ, դրա համար սա անում եմ կամ չեմ անում։ Դուք Անգլիայում եք ծառայում, Լոնդոնում, երկար տարիներ Հայաստանում ծառայելուց հետո հիմա Եվրոպայում եք։ Զգում եք տարբերություն այնտեղի քրիստոնյաների եւ Հայաստանում ապրող մեր հայ քրիստոնյաների միջև, ինչպես են մերոնք մարսում քրիստոնեությունը եւ անդրադարձնում Աստծո լույսը ու ինչ տարբերություններ կան, հա, մեր ազգային քրիստոնեության եւ անգլիացիների հավատքի մեջ։ Դրա դրսևորումը շատ է տարբեր։ Բաներ կան, որոնք շատ նման են եւ նույնը անգամ կարող ենք ասել։ Եվ ես ենթադրում եմ, որ թերևս բոլոր քրիստոնյա ազգերի մեջ անգամ օտարին եղբայր քույր դիմելու այս փորձառությունը եղել է։ Հիմա այլևս այնտեղ չկա։ Մենք հիմա անծանոթ մեկին անգամ կարող ենք ասել մայրիկ, մորաքույր, հորեղբայր, եղբայր քույր, համեցիր, նստիր, չէ՞։ Ցավոք այնտեղ, ահա, այս փորձառությունը պակաս է, բայց մեզ մոտ քրիստոնեությունը դեռ շարունակվում է առաջին հերթին ընտանեկան դասիրակության եւ ավանդույթի միջոցով։ Իսկ բարոյական շատ բաներ կան, որ մենք պահում ենք դրա միջոցով ավելի եւ հետո այսպես կապը նորոգում ենք եկեղեցու հետ, հասկանալով, որ սա քրիստոնեություն է, փաստորեն ես քրիստոնյա եմ եղել տատուս կամ պապուս տված կրթության արդյունքում։ Իրենց մոտ էլ սա կա։ Բայց անշուշտ այս մանավանդ երևի թե անցած դարի 30-40-ական թվականներից սկսած փոխվել է շատ բան, բայց նաև Անգլիան մենք նույն աչքով չենք կարող նայել, այնքանով որ Անգլիան ծնունդ է տվել բազմաթիվ բողոքական ուղղությունների։ Այնտեղ միասին կողքի կարող են գոյատևել ապրել, չգիտեմ, քվակերներն ու բապտիստները, չգիտեմ, ամենատարբեր, հա, այսպես։ Եվ ինչը որ մեզ համար կարևոր է թերևս նաև սովորելու առումով վերականգնել ծխական համայնքային կառույցները, որտեղ հստակ է սահմանը եւ պատասխանատվությունը հոգեվորականի համար։ Մենք հաճախ շատ անորոշ ասում ենք բոլորը մերն են, դա ազգային հողի վրա շատ գեղեցիկ լավ է հնչում, բայց դա անհստակ է եւ պատասխանատվության առումով, ասենք, երբ դու իբրև զավակ ուզում ես հոր խնամք զգալ, բոլորին հասցնել չի ստացվում եւ արդյունքում անգամ նա որ հայոյում է եւ իրեն ասենք դու իմն ես, արդյունքում դա լինում է նաև ի հաշիվ նրա, որ սպասում էր եւ պետք ուներ խնամք եւ դու չհասցրեցիր, գոնե նախ փոքրի մեջ հավատարիմ լինելու սկզբունքը։ Իրապես շատ հետաքրքիր դիմագիծ ունի հայ քրիստոնեությունը եւ շատ յուրահատուկ ու դրա վրա բնականաբար մեծ ազդեցություն է ունեցել Քրիստոսի հարության գաղափարը, որի մեջ մենք ապրում ենք ու որը դրսևորվել է մեր եկեղեցական արվեստում, մեր խաչքարերը ծաղկյալ են հարություն առած Քրիստոսի մասին պատմելով, ընդհանրապես հարությունը շատ հաճախ մեզ հիշեցրել է այդ ապաքինման մասին, չկոտրվելու ուժ է տվել։ Ինձ թվում է, որ ցեղասպանությունից հետո շատ քրիստոնյաներ, որոնք նույնիսկ թուրքական յաթաղանի ճնշման տակ չուրացան քրիստոնեությունը, իրենք մտածում էին հենց հարության մասին ու հենց դա էր նրանց ուժ ու եռանդ տալիս մինչև վերջ գնալու։ Այսօր մենք բավական ծանր վիճակում ենք որպես ազգ, որպես հասարակություն եւ ես վերջերս ծանոթացա Հայաստանում դեպրեսիայի տոկոսներին, որոնք սարսափելի թվեր են կազմում։ Այսօր, երբ մենք պատրաստվում ենք տոնել հարության տոնը, ինչ կարող ենք մենք սովորել հարությալ Քրիստոսից, ինչ ուղերձ կարող է տալ մեզ Զատիկը, որպեսզի մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնենք ապաքինվելու ու այս ամենը օգտագործելու առին նվաճումը նոր հաղթանակների։ Մենք պետք է ուղղակի հասկանանք, որ մենք Քրիստոսի պետքն ունենք։ Փրկիչ կոչվում է Քրիստոս նրա համար, որովհետև մենք ինչ-որ բանից փրկվելու կարիքն ունենք։ Մենք հաճախ բարոյական մաքրության շուտ նայում ենք, մեղքեր մեծ չունենք, ես մեղավոր չեմ, արդար եմ,
երբեմն ծիսական, ավանդական ինչ-որ բաներ կան, դրանք գերադրական այսպես դնում ենք եւ հաճախ դրա շվաքում կարծես կորչում է քրիստոնեական այդ մեծ հանուն ինչի ենք տանում։ Եվ մեծ իմաստով թերևս անդրադառնալ ամեն մեկը սեփական անձի ներքին այդ քուջուջ անելով, հա, գտնել մեր սխալները։ Հարության ժամանակ նշելով իրական հանդիպումը հաղթական Քրիստոսի հետ, որովհետև դա մեր հաղթանակը պիտի դառնա։ Եթե մեծ պահքը չես անցել ճիշտ կերպով, չես պահել, այսպես ասեմ, հարության ուրախությունը չես զգա։ Ինչպես որ ասենք, հիմա նույն խոսում ենք օտար միջավայրում, նայում ես ուրիշները տոն են նշում, հնդիկները կլինեն մեկ ուրիշ, անտարբեր ես, իրենք պատրաստվել են, օրացուցային օր է։ Այնքանով է ինքը դառնում նաև սեփական քոնը, երբ դու դրա միջով անցնում ես։ Հիմա դեպրեսիայի մասին երբ խոսեցինք, այո, ես կարծում եմ հարաբերությունների մեջ անգամ ուրիշ այս պահին պատերազմի մեջ եղող ժողովուրդների թերևս մեր նեղվածությունը, սրտնեղությունն էլ հասկանալի է ինձ ինչու, որովհետև թերևս մենք քիչ այդ մասին արտաքին աշխարհին խոսեցինք եւ ապրումակցումը քիչ եղավ։ Այսօր ամբողջ Եվրոպան խոսում է Ուկրաինայից, Գազայի խնդիր երբ նայում ենք, ինչքան ամենուր Պաղեստինի հետ կապված, հստակ աջակցային, այսպես աջակցող ձայներ կային։ Մենք դեռ մինչև վերջ այդ վերքը ամեն մի հայի ներսում ցեղասպանության հետ կապված ունենալով հանդերձ, մենք նոր կարծես ցեղասպանության եւ չասեմ անտեսվելու, բայց ամեն դեպքում արդարության պահանջի եւ դրա չհագեցածության այս ապրումը ունենք, որը անշուշտ տանելու է այնտեղ ներսում ինչ-որ բան քանդելու, որովհետեւ մարդը բնականից արդարության ապրում զգացումն ունի, անգամ հավատքի հիմքում նաեւ կրկին սա է, որտեւ արդարն Աստված է։ Դրա համար հաճախ այդ հայտնության գրքի Տեր երբ մեր վրեժը կլուծեսի սկզբունքի մեջ է կարծես։ Եվ այնքան ժամանակ քանի դա չկա, ինքը խռովկանության մի տեսակ բան ունի։ Բայց դա իր հերթին արտահայտվում է նույն ձեր ասած մշակույթի մեջ, արվեստի մեջ, դեմիրճյանական այդ հայի ձևակերպման, որ ասում է չաղոթող հայից ծնվում է մինչև երկինք թռչող նարեկացիական աղոթք։ Իսկ դուք տվել եք այդ հարցը Աստծուն, թե երբ կլուծի մեր վրեժը։ Չէ, ես չեմ տվել։ Ես հասկացել եմ, որ մեր անցած դարաշրջանը մեզ ցույց է տալիս, որ Աստված հնարավորություններ տալիս է։ Այդ վրեժը այն քրիստոնեական կերպով լուծելու, որովհետև Ալիսիա Կիրակոսյանի խոսքն հիշեցի, որ սիրելու հակառակը չսիրելը չի մահն է։ Հիմա նույնը, երբ սպանում են, նպատակը չապրեցնելն է, եւ երբ դու ապրում ես, հենց Աստուծո հայտնի բան կա, ասում է արդարն իր ապրելով տեղում կարծես հանդիմանություն է մեղավորին։ Բան չի ասում ինքը, բայց իր ապրելով արդեն հանդիմանություն է։ Հիմա քեզ մահացնել ցանկացողի նկատմամբ ամենամեծ վրեժը ապրելն է ուղղակի։ Այնպես ապրել, որին ինքը մղձավանջում անգամ չէր ուզենար տեսնել, որ դու միևնույն ծաղկել ես եւ ապրում ես։ Եվ դա նաեւ մեր ինքնաբուժման աղբյուրն է։ Եվ երբ հիմա ասում են ազգը ազգ չէ, ասում եմ չի, ասեք սերունդը, ասեք մենք, բայց մի ասեք ազգը։ Որովհետև մեր ազգի անունների մեջ անգամ իր հավատքային բանաձևումը կա։ Դուք չեք գտնի նույն անգլիական եւ այլ տեղերում, չգիտեմ, համբարձում կամ գալուստ կամ մխիթար անունը։ Հա վրեժ կամ ազատ անունը։ Հոգևոր այնպիսի խորքային անուններ մենք ունենք, որը հստակ խոսում է մեր հոգևոր ներքին այդ կերպարի մասին, որը փորձել է հնարավորինս անգամ բառի միջոցով քարոզել այդ հավատքային ճշմարտությունները։ Մենք Քրիստոս ենք քարոզել մեր ճարտարապետության միջոցով։ Նույն խաչքարը ինքը խոսուն այնպիսի, այսպես բաց գիրք է, որ ուղղակի ես կարծում եմ օտարի հայացքով դի հարցնենք ով է այս մարդը եւ ինչ է ուզել ինձ ասել, որովհետեւ գեղեցիկ է։ Եթե ես լրեմ քարերը կխոսեն։ Եվ այս ընկալման մեջ ես անգամ այնտեղ էլ մենք խաչքար կամ որևէ բան պիտի տնենք, ես ասում եմ, չէ, պարզ խաչքար չպիտի լինի, ինչ որ բան, որը նաև արվեստային առումով, քաղաքակրթական կերպի իմաստով դառնա այցետոմս ասելու, մենք ոչ միայն սքի մասին աղաղակող եւ արդարության պահանջն ունեցող մարդիկ ենք, այլև դրանից ինչպես որ ծննդաբերող կինն է ցավից երեխա բերում,
Չցավով է բերում։ Այդ ցավը մեզ այո, ստեղծագործելու լրիվ այլ ջիղ է բացում, որը չէր լինի, եթե այդ ցավը չլիներ։ Չեմ ասում պետք է ցավացնենք, որ դա ունենանք, բայց դա մեզ ստիպում է Էմինի ասած այդ ադամանտ դառնալու սկզբունքի մեջ լինել։ Եվ դրա համար խորքում պահեցողության մասին էլ քանի որ խոսում ենք, սա մտովի մի պահ մահանալ եւ հարություն առնելն է։ Իզուր չէ, որ քրիստոնեության ամենայսպես գեղեցիկ նաեւ ձևակերպումը նոր մարդն է։ Տեսեք, մենք նոր այր բառն ունենք։ Ինքը Քրիստոսի անունն է։ Տեսեք, մենք չունենք Քրիստոս, Հիսուս բառը անվանական մեր միջավայրում, բայց դրա փոխարեն ունենք Գառնիկը, Ժիր այրը, Նոր այրը, Ավետիսը, չգիտեմ, հա, ինքը Քրիստոսի մասին է։ Եվ այս նոր մարդու ընկալման մեջ մենք կարող ենք իսկապես ազգային կերպար խտացրած բերել, երբ ինքը այո, հոգեբանորեն անցել է ճանապարհը, մերցրել ես Քրիստոսի պես հարություն եմ առնելու։ Եվ հարությունը իրականություն է դառնալու այնքան խորքային, ինչքան խորքային դու փորձել ես թաղել ինձ։ Եվ կարծում եմ մեր վերածնունդի հիմքը կրկին այս հստակ ձևակերպված, համայնքային ընտանեկան միջավայրն է։ Ոչ թե պարզ ընտանիքի նկատի ունեմ, այլ երբ եկեղեցու ներսում եւ եկեղեցու շուրջ քրիստոնեական ընտանիքն է, որտեղ այո, եղբայր եւ քույր ենք ասում Աստծով իրար նկատմամբ այս սերն ունենալու։ Եվ ես կարծում եմ, պնդում եմ, որ հայոց այս ազգը, ինչ որ մենք ունենք, դա եկեղեցու ծնունդ է։ Այլապես մենք գավառ կշարունակեինք կռվել, եւ իշխանները իրար հետ լավ չեն, եւ մենք իրենց զինվորների փրավ կմորթեինք իրար, ինչքան էլ հայ ենք, եւ բայց, չգիտեմ, տարբեր գավառների մարդիկ շարունակ կատեին, ինչպես թաղ են ատում իրար։ Քրիստոնեությունն է, որ հալեցրել է սա, եւ մեղրեցուն եւ լոռեցուն կարող է հանգիստ կոչել, այո, դու իմ քույրն ես ու իմ եղբայրը։ Արցախցուն եւ վանեցուն, այո, իմ եղբայրն ես ու քույրը։ Կարելի է արդյոք ասել, որ քրիստոնեությունից մեր մի փոքր հեռանալը կամ քրիստոնեությունը լավ չճանաչելը այլևս ոչ թե կրոնական խնդիր է կամ հոգևոր խնդիր է, այլ անվտանգային հարց Հայաստանի Հանրապետությունում։ Իմ կարծիքն է, որ բոլոր տեսակի անվտանգային այս պատերազմների հիմքում եւ հոգեվոր կոմպոնենտ կա, անպայման գործոնը կա։ Եթե ուզում եք, հա, բոլոր պատերազմների հիմքում կրոնական կամ հոգեվոր գործոնը կա։ Առանց դրա չի լինում, քաղաքակրթական է ինքը մեծ իմաստով։ Ինձ հիացնող ամեն դեպքում ինչքան էլ թվա, որ ես հայ եմ, չպիտի ես հայկականության մասին այսպես խոսեմ, հայկական քաղաքակրթություն կա։ Համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ հստակ դիմագիծ ունի։ Եվ այո, մեր ինչպես իմ ընկերներից մեկը գեղեցիկ մի օր ձևակերպեց, մեր քաղաքական սահման եւ քաղաքակրթական սահմանները տարբեր են։ Մենք շատ ավելի մեծ ենք սահմաններով իբրև քաղաքակրթություն։ Եվ քրիստոնեության ընդունմամբ մենք հստակ կողմնորոշում ենք ունեցել, դեպի իրական են, ինչ որ ասում են եվրոպական, արևմտյան քրիստոնեություն իրական։ Եվ դրա համար պատրաստ ենք եղել պատերազմելու եւ այդ կողմնորոշումը նաեւ իր ձևի մեջ ծնել է այն մշակույթը, որի առջեւ այո հիացմունքով նաեւ կարող են ամեն մի, չգիտեմ, արվեստի կամ հոգեվորի մասին գիտելիք ունեցող գլուխ խոնարհել։ Երկրորդ արդեն ընկալմամբ գրերի գյուտի, սեփական գրականության, աստվածաբանության մեջ սեփական ճյուղով, սա մտածողության մասին է խոսում։ Հստակ դառնալ լուսակիր, լուսավորիչ եւ հենց երեք խոսում էինք մի միջավայրում, ես ցույց տվեցի բարձ Եթովպիայում անգամ, ասենք հայերն ինչու են հարգված եղել, հենց միջնադարում, վանական միջավայրում։ Ինչ կապ ունի, ասենք, չգիտեմ, 1345 թվականին կաթոլիկ վանք քարտեզի վրա նշված, ասենք, Իսիկկուլ լճի ափին հայկական վանքը։ Իսկ նմանատիպ փոքր փաստերը չեն տանում, այդ փաստերը շատ են ու իրենք ահռելի մեծ են բնականաբար իրենց արժեքով եւ ինչքան մենք շատ ենք ուսումնասիրում հայոց պատմությունը, այդքան խենթանալ կարելի է թե ինչ հարստություն ունենք, բայց երբեմն դրանք դեպի սնապարծություն չեն տանում, մեզ ու հայրենասիրությունը բերում ավելի շատ կենացների դաշտ, մենք հզոր ենք, մենք տեսեք ինչեր ունենք, բայց իրականում ոնց որ մենք լրիվ օտարացած ենք այդ ամենի հետ ու մեկ նույնիսկ ասում ես լավ բայց դու անձնապես հիմա ապրող հայդ այդ ամբողջ ժառանգության հետ կապ ունես թե չունես ու դա քոնն է թե քոնը չի
Շատ ահավոր վախենալու է, երբ երբեմն մենք խոսում ենք վարդանանց մասին ու մեկ էլ հասկանում ենք, որ երբ կարդում ես իրենց աշխարհայացքի մասին, իրենց ապրելակերպի մասին, շատ քիչ ընդհանրություն ես տեսնում, օրինակ անձամբ քո հետ ու բռնացնում ես քեզ ամոթի վրա, եթե ունես ինչ-որ հոգևոր ինքնագիտակցություն։ Մենք պարտադրված ենք ազատ լինելու։ Շատ վախենալու է դա։ Անկամ 8 օրականում մկրտված մանուկը, երբ մեծանում է, ինքը նորից վերարժևորում է իր քրիստոնյա լինելը։ Անկամ այս կամ այն ընտանիքում ծնված լինելը, ինքը վերարժևորում է, ես պարտավոր էի սիրել հորս եւ մորս, թե սիրում եմ իրենց։ Այսինքն մենք ասում ենք, այդ հասունացման փուլը Տեր Տաճատը գեղեցիկ ձևակերպում էր տալիս, սա կոչվում է սոցիալական ծննդաբերություն, այսինքն ոնց է ծննդաբերում ներսից դուրս աշխարհ բերում, այլ ընտանիքից դեպի հասարակություն է ծննդաբերություն տեղի ունենում։ Հիմա ձեր ասածը սնապարտության կարող է տանել, եթե պաշարը քիչ է, եւ մարդը սնապարտ լինելու զանազան առիթներ կգտնի, բայց ինքը ավելի պատասխանատվություն է։ Իզուր չէ, որ ասում են հայ լինելը դժվար է։ Ավելի դժվար է Հայաստանում հայ լինելը։ Եվ ես շատերին եմ լսում, որ ասեն գնացինք Եվրոպա, չգիտեմ, Ամերիկա, շատ ավելի թեթև բան, այսպես, որովհետև պատասխանատվության խնդիր կա։ Իսկ դա ընտրություն է։ Գալիս է մի պահ, դու ընտրում ես, դա պատասխանատու լինել դրան, թե ոչ։ Եվ այստեղ կարծում եմ նաև պատասխանատվություն ստանձնելով դու այդ թելին կապում ես, դու դառնում ես դրա շարունակող շղթայի մաս։ Եվ այո, այդտեղ դու արդեն հանգիստ Մաշտոցի զավակել ես, Սուրբ Վարդանի զավակել ես, Լուսավորչի զավակել ես, այսինքն հստակ այդ շղթայի մեջ դու մաս ունես։ Իսկ ինչպես եք դուք այդ ընտրությունը կայացրել։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ Աստծո հրավերն ունի եւ իր կյանքը, եթե մանավանդ հավատքային կյանք է ապրում, դա փոխհամագործակցություն է իր կամքի եւ Աստծո նախախնամության, կարծես հրավեր եւ պատասխան։ Երբեմն հրավերը միշտ հնչում է, բայց պատասխանն ուշանում է։ Երբեմն այլ բաների հետևից գնալու մեզ թվում է այլ տեղերում են հրավերները, բայց Աստծո հրավերը միշտ ներսից է հնչում եւ մնացած կողքի շատ բաներ հուշում են սա։ Իմ առաջին այսպես կողմնորոշումը եղել է նախ եւ առաջ թերևս Ջեմարանի այսպես ասեմ հոգեվոր գենետիկ փոխանցմամբ աստիճանաբար է դա եղել, մեկ վայրկյանով չի եղել։ Ես ինքնամերժումի այսպես, որ մի շրջան, որ ընդհանրապես արժանի չեմ դրան, մի շրջան, որ ես ընդհանրապես դրա համար չեմ, ես եկել եմ ուղղակի լավ կրթություն ստանալու եւ աստիճանաբար կաթ է եղել սա եւ դրա համար ինձ հետ ավելի հասկանալի եւ այսպես ըմբռնելի են քննադատող մարդկանց մոտեցումները, որոնք ավելի այսպես փորձում են հավատքային շատ բաներ այդ դատողության մամլիչի տակ անընդհատ դնել։ Ես շատ նորմալ հասկանում եմ, իրանց հետ շատ կարողանում եմ ինձ համար հարազատ է սա։ Տատս նաև իր օրինակն եմ տեսնում բնական հավատքի կրողի, իրեն պետք չէր բացատրել, ապացուցել եւ այլն, հա։ Կարծում եմ, որ ամեն մեկ իր ճանապարհն է ունենում դեպի Աստված, բայց այն, որ Աստված կանչում է բոլորին, դա փաստ է։ Եվ հետաքրքիր է, որ հայ եկեղեցում գոնե միշտ տեսեք Վազգեն վեհապարից գոնե լսելի, փոխանցելի եւ նաեւ այսօրվա մեր Գարեգին վեհապարի կողմից կրկին ազգի ծառայության լավագույն տեսակը հոգեվորական դառնալն է սկզբունքի մեջ է հաճախ դիտվել։ Հաճախ սա քննադատվել է, որ ավելի ազգայինն է առաջին պլան մղվում, հոգեվորը հետ է գնում, բայց ես կարծում եմ, որ սա հենց ուղղակի քրիստոնեությունն է, որտեղ Աստվածասիրությունը պիտի արտահայտվի եղբայրասիրության միջոցով։ Եղբայրասիրությունը, երբ մեծացնում ես, հայրենասիրությունն է ինքը։ Անշուշտ չպիտի կուրք դառնա սա, եւ ես հաճախ եմ ասում, չպիտի Քրիստոսին ծնկացնենք ազգի առջև, այլ հակառակը, մենք ազգ ենք դառնում այդ հոգևոր կերպով իրար քույր եւ եղբայր ճանաչելով միայն Աստծո միջոցով։ Ես այդ մեծ գնդի, ասեմ, հա, այդ մեծ շարքի հոգևոր այդ փայլուն մեզ համար նվիրական անունների մեջ զգացել եմ, որ ինձ տաքուկ անկյուն տեղ կտակ փոքր այսպես ընդամենը հետևելը ինչպես որ Կորյունի դիրքն է Մաշտոցի առաջ, հա, այսպես եւ ինձ համար իսկապես բերկրանք է, օրինակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե լինելը, թե մի պահ թեկուզ անցնելը կամ մնալը մի քիչ եւ
Դրա համար, հա, Սուրբ Էջմիածինը նորովի ամեն մի հայի համար կարող է ասել դու այլ, այսպես ասեմ, կնիկ ունես քո ճակատին այն մյուրոնի միջոցով, որով կապվել ես Աստծուն եւ միմյանց հետ։ Եվ դրա համար այո, դա կոչվում է հոգևոր պորտալար, որը կապում է բոլոր հայերին։ Ինձ համար այո, Էջմիածինը թերևս այդ վերափոխող դերն է ունեցել։ Ազդեցությունը հստակ, անտեսանելի եւ տեսանելի։ Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու այդ հետադարձի ուժով ու հանդիպելու ձեզ 10-ամյա հասակում, ինչ խորհուրդ կտայիք, ինչ կասեիք։ Կասեի քիչ կարդա ամեն ինչ, լավ կլինի գտնես լավ ուսուցիչ մեկին, որը քեզ խորհուրդ կտա հոգևոր առումով, բարոյական առումով, թե ինչ կարդաս, որտեղ շատ կարդալը կա, բայց ճիշտ է որ համակարգված եւ ճիշտ պաշարով կարդաս, որը հետագայում օգտակար է լինում։ Առաջին հերթին թերևս ինքնակրթության այս կարևոր քայլին հուշումը կանեի եւ այդ տարիքում եմ թերևս ես առաջին աղոթքն արել առանձին Հայաստանի Հանրապետություն թերթից հայրմերը տեսնելով։ Խաչակնքման նկարագրություն ինչպես 3 մատը պիտի լինի Հայաստանի Հանրապետություն թերթից եւ բացօթյա երկնքի այսպես նայելով։ Եվ այդ ժամանակ այո, կարծում եմ, որ հրաշալի կլիներ, որ հոգևոր առաջնորդություն ունեցող մեկը լիներ, ես այդ ժամանակ մկրտված չէի, թեկուզ կնքահոր դերը մեկ ունենար, չէ, եւ կամ հոգևորական, որը կլիներ այդ տարածքում եւ ես այո կունենայի այ կյանքի այժմ ասում են մենթոր, բայց մեկը, որը որ այո, կասեր լավ կլինի այսպես ասես։ Շնորհակալ եմ շատ այս զրույցի համար ու որ իրապես բոլորիս եւս մեկ անգամ ասացիք լավ կլինի որ այսպես անեք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ։